Ողջույն արդեն իսկ հարազատ դարձած իմ հետևորդներ, ինչպես եք, ես շատ լավ եմ ու շատ ուրախ եմ, որ նորից միացել եմ և խոսում եմ ձեզ հետ։ Շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել տղայիս բարի ծառայություն մաղթելու համար, անչափ շնորհակալ եմ սիրելիներս, շատ շնորհակալ եմ, թող բոլոր զինվորներին լինի բարի ծառայություն, անփորձանք վերադառնան բոլորը իրանց ընտանիքներ։ Այսօր շաբաթ օր էր, մտածում էի, որ այսօր ոչ աշխատանքային օր է, արագ կավարտենք աշխատանքները և ավելի շուտ կմիանամ ձեզ, բայց ասեմ, որ եղավ հակառակը, այսօր շաբաթ էր, բայց ավելի շատ ենք հոգնել, ավելի շատ աշխատանքներ ենք արել, պատկերացրեք արդեն ժամը 11-ն է գալի 10:30-ի մոտ, նոր պատրաստում եմ վիդեո նկարահանել, այդքան ծանրաբեռնված ենք եղել, զբաղված ենք եղել, բայց միևնույն ժամանակ ես երբեք չեմ մոռանում ձեզ, չեմ մոռանում նորանոր լավ բաներ ներկայացնելուց ու շատ ուրախանում եմ, հիմա որ պետք գայի նկարահանում անելու, ասում են վայ, բայց հոգնած չես, ոչ հոգնած չեմ ու ամենասիրելի ժամն է ինձ ու մեծ սիրով միացել եմ ձեզ։ Ինչ եմ պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու եմ մի շատ հետաքրքիր բան, վաֆլի ձողիկներ, ինքը խրխրթան վաֆլի ձողիկները, մեջը նաչինկան եփած հատասած կաթա, հատիկով վաճառում եմ խանութում, ինքը շատ լավ բան է, թեթև, համով ու ստացվում ասեմ ինչի է նման, մոտավորապես բլինչիկի նման, որովհետև լիստը հատիկ առ հատիկ թխում, փաթաթում ես նման է։ Շատ հեշտ է պատրաստելը, կարող առաջի պահից որ նայեք, ասեք վայ դժվար է կպա, բայց հեշտ է։ Հեսա որ ընթացքը բացատրեմ ինչպես է կատարվում, դաժե հավես է կարելի ասել։ Մեծ սիրով որոշել եմ այսօր դա պատրաստել, հեսա ցույց տամ, թե ինչպես եմ դա պատրաստելու։ Ինչ ենք վերցնելու 1 բաժին վաֆլի ձողիկներ ստանալու համար, 4 հատ ձու, 120 գրամ կաթ, շաքարավազ 200 գրամ, վանելին, սոդա և ձեթ։ Հիմա բացատրեմ ինչպես եմ անում ընթացքը։ Սկզբում ես ձուն ու շաքարավազը հարում էի միքսերով, ասեմ, որ մի քիչ այն չէր ստացվում, ոնց որ լիստերը կպնեն, հետո մտածեցի ինչ կարելի անել, ինչը կարա պատճառը լինի և հավատացեք գտա որն է պատճառը։ Պատճառը այն է, որ այս խմորը չի սիրում, որ դուք իրան հարեք միքսերով։ Ես փորձեցի հարել այսպես սովորական հարիչով և ավելի լավ է ստացվում ու հասկացա, որ դա միքսերի խնդիր է, խմորը չի սիրում շատ հարվել և սկսեցի անել միքսերով, ձեռքի հարիչով։ Հիմա ասեմ ինչպես եմ անում, սկզբից վերցնում եմ ձուն, մի ժամանակ լցնում էի ու միքսերով հարում էի, սենց փրփրացնում էի, հետո նկատեցի, որ ես ախր մի անգամ արել եմ ձեռքի այս հարիչով ու չի կպել ոչ մի անգամ լիստը ու լավ է ստացվել, ասի բերեք հələ սենց փորձեմ, փորձեցի ու հավատացեք, որ շատ լավ ստացավ։ Հիմա ինչ եմ անում, կշռում եմ շաքարավազը պետք է լինի 200 գրամ, 4 ձու, 200 գրամ շաքարավազ, այստեղ ես կշերտին նայում եմ, որպեսզի գրամը չանցնեմ, գրամը շատ կարևոր է, ինքը չպիտի լինի, քաղցրությունը չպիտի շատ լինի, որպեսզի շերտերը չկպնեն, 200 գրամ շաքարավազ, վերցնում եմ ու սկսում եմ այսպես հարել, թեթև, այնքան որ տեսնեմ ձուն ու շաքարավազը այսպես իրար հետ խառնվում են, մի քանի րոպե եմ խառնում, իսկ առաջ միքսերով այնքան երկար էի խառնում, սպիտակացնում, որը խանգարում էր ինձ լավ արդյունք ստանալուն, այնպես չի, որ ես ամեն ինչը արել եմ ու իդեալական ձևով, ոչ, անելով եմ սովորել, մարդը ինչքան տարիքում է լինի, մեկ է սովորելու բան ունի, ես էլ այնքան բան եմ սովորում, նայում ու պետք է, որ տարիքում է, որ լինի։ Հարում ենք այսքան, այսպես։ Նկատեմ, որ արդեն
մի քիչ պեսոկը նոսրանում է, էլի, պետք չի։ Հարեցի, ավելացնում եմ 120 գրամ կաթ։ Կաթ եթե տանը չունեք, կարող եք խտասած կաթը ջրով բացել և ստանալ։ Էդ էլ եմ փորձել, շատ լավ ստացվում է։ Փորձած տարբերակ եմ ասում։ 120 գրամ կաթը լցնում եմ, էլի մի կուտուր սենց խառնում։ Խառնում եմ։ Հետո ավելացնում եմ ձեթ, 180 ավելացնելու եմ ձեթը, 120 գրամ ձեթ, ասեմ, որ եթե դուք ձեթ չեք ուզում ավելացնեք, կարող եք կարակ լցնել, հալած վիճակում, բայց գունդ կարակը չգցեք, հալած վիճակում կարակ ավելացնեք, բայց ես ձեթ եմ գցում, որովհետև ձեթը ավելի լավ է, էլի համետ կարակի բան չի գալիս։ 120 գրամ ձեթ, նորից էլի խառնում ենք, որ մտնեն իրար մեջ էս ամեն ինչը։ Խառնում ենք։ Ավելացնելու եմ 180 գրամ ալյուր։ Ավելացնում եմ 180 գրամ ալյուր։ Մի քիչ շատ եղավ, վրից վերցնենք, որ տնանք ջրին կա, կարանք ավելացնենք, բայց բերեք պահպանեք էլ իրա չափը։ 180 գրամ ավելացնում եմ ալյուրը, ավելացնում եմ 5 գրամ սոդա, 5 գրամ, սոդա և 2 գրամ վանելին։ Եվ նորից սկսում եմ խառնել, կամաց, որ ալյուրը չթափվի, հետո արագորեն ենք անելու, որ գնդիկները մի անգամից անհայտանան։ Ինչքան արագ ենք անում, այնքան լավ է ստացվում։ Արդեն պնդությունը ես մոտավորապես հասկանում եմ, էլի, ինչ պնդության պետք է լինի, որ կարողանամ թխել շերտերը։ Եթե այս խառնելու ընթացքում նկատում եմ, որ ինքը պինդ է, ավելացնում եմ էլի կաթ իրան ջրիկացնելու համար։ Իսկ եթե թույլ է, բնականաբար ալյուր ենք ավելացնում։ Բայց ինձ թվում է, որ այս լրիվ չափաբաժինը նորմալ է ու ինքը ստացվել է շատ լավ խմոր։ Մեկ ինչ ջրիկության պետք է լինի, այսպես, ոչ շատ պինդ, ոչ շատ թույլ, որպեսզի տարածվի ամանի մեջ, հեսա ցույց կտամ իմ ապարատը, վաֆլի թխելու ապարատը, թե ես ինչպես եմ պատրաստում։ Արդեն գնդիկները լրիվ կորել են, ես արդեն թողնում եմ մի քիչ մնա, մինչև որ միացնեմ տաքանա ապարատը։ Խմորն արդեն պատրաստ է, միացրել եմ ապարատը, ինքը արդեն տաքացել է, ունեմ այստեղ խտասրած կաթ, ինքը էփած խտասրած կաթը լցել եմ սոս տոպրակի մեջ, որ նաչինկա անեմ, ու հիմա սկսում եմ պատրաստել, արդեն իսկ տաքա, բացում եմ, ձեթ եմ անում, ձեթը պետք է, որպեսզի չկպնի ինքը շերտերը, որովհետև շատ ինքը կապրիզնի խմոր է, էլի պետք է հասկանանք լեզուն ինչպես անել։ Ավելացնելու եմ մի այսպիսի շերեփ, խմոր, այլ լցնում եմ մի քիչ հետ, մեջտեղ շատ չեմ բերում, լցնում եմ, ու հետո սկսում եմ փակել, փակում եմ կամած, ոչ մի անգամից, որպեսզի որ չտարածվի գաթափվի, հետո մի քանի այսպես ձեռքի հմով կամած խմորը առաջ ենք բերում։
կաման սեղմելով, այնքան որ արդեն դու սկզբում տեսնում ես, որ արդեն հասել է եզրերին, կարա ասենց եզրերից է թափի, էլի ոչ մի խնդիր։ Եթե շատ է լինում, մի քիչ թափում է եզրերից, հեսա կհասկանանք ինչ վիճակ է, ինչպես է ստացվել։ Ասեմ, որ ինքը մի քիչ բարդ պրոցես է, ուղղակի պետք է իրան լեզուն մի քիչ հասկանալ, սկզբում կարող է մի քիչ ալյուրուզի կամ ձեթ անելու բան, դա միանգամից արդեն հասկանում ես ինչն է խնդիրը ու հակատարում ես։ Հələ չի եղել, բացում նայում ես, պետք է մի քիչ ինքը արդեն սենց կարմրի, որ մենք իրան բացենք, շուռ տանք հակառակ ուղղությամբ մի քիչ է մնա, նոր նաչինկա անենք։ Հեսա մի րոպե էլ մնա ու կփորձեմ տենամ ինչ վիճակ է։ Այսպիսի է վիճակը, եք այսպես շերտը հանում եմ, ես շուռ եմ տալ իրան հակառակ ուղղությամբ, ասես մի քիչ էլ եմ թողում, շատ քիչ եմ թողում երկրորդ անգամը, որ գույնն էլ ինքը շատ կարմիր չլինի, վառված չլինի շերտը, բավական է, բացում եմ, արդեն իսկ 10 կաթը տեղում եմ անում, տակ վիճակում ենք փաթաթելու, սիրելիներս շատ տակ, ինքը եթե սառավ, էլ վաֆլին չի փաթաթվելու, տակ վիճակում, հենց այս ապարատի վրա, այսպես պտտելով, ճիշտ ամիք մատերդ մի քիչ վառում է, բայց դե էդ է պահանջում, փաթաթում եմ ու այսպես դնում եմ, որպեսզի հովանա, մի քիչ կարանք հաջորդը ավելի շուտ նայած ոնց ենք անում, օրինակ ես սիրում եմ մի քիչ կարմրավուն, ինքը ավելի խրխրթան է լինում, էլի ավելի համով է լինում, կարող եք ամեն շերտից հետո մի թեթև ձեթ անել, իսկ եթե արդեն կհասկանաք, որ շերտերը լավ են դուրս գալի, կարող եք էլ ձեթ չանել, դա դուք արդեն պետք է էլի հասկանաք, նայեք, լսնում ենք այսպես, կամանց, միանգամից չեք բարամցես թույլ, հետո սենց ձեռքի հպումով մի քանի անգամ սենց անում եմ, կզում եմ, ես տեսնում եմ ինչ վիճակ է, սենց ձեռքով իրան բերում եմ, սեղմելով հասցնում եմ դեպի արդեն եզրեր ու թողնում եմ։ Ասեմ, որ ես իմ ապարատը պատվիրել եմ Վալբերիսից ու բավականին էլ մաչելի էր, ճիշտ ասած չեմ հիշում, մի տարի առաջ եմ պատվիրել, կարծեմ 4-ից 5000-ի բաններ էլ, այդքան է, 4-ից 5000 է գալի գումարը, օգտագործում եմ արդեն մի տարուց ավել է և շատ գոհ եմ, շատ լավն է, թե որակը, թե ինձ օգտակար է, չգիտեմ, շատ լավն է, խոր կտամ ձեզ էլ Վալբերիսից գնեք, շատ լավն է և դուք էլ տանը այսպես անեք, նայեք, շուռ ենք տալի, ինքը շիշտ է, շատ տաք է, մատերդ վառում է, բայց հեշտությամբ ես աշխատում։ Հիմա էսի կփորձեմ մի քիչ ավելի բաց գույն հանել, բաց գույնի համար մի քիչ ավելի շուտ եմ ես նաչինկան անում, 10 կաթ այսպես ծերից ծեր լցնում եմ ու սկսում եմ իրան տակ արագորեն այսպես փաթաթելով գալ, նայեք ես մեկը մի քիչ ավելի բաց գույն ստացվեց ու այսպես շարունակելով, ինքը անմիջապես սկսում է քարանալ, ասեմ, չորանում, խրխրթան, շատ համով է ստացվում, շատ համով, շատ մեծ սպառում ունեմ, ասեմ, այդքան թանկել չեմ վաճառում, հատը 150 գրամով եմ վաճառում, մեջը ամբողջությամբ խտացրած կաթա խմորներ տեսակ, թե ինչ ձևով է պատրաստվում, նորից այս ձևով, սենց անելով, իրան տարածելով, այսպես սեղմելով, արդեն դու րոպեն եք դուք հասկանում, թե րոպեն ինչքան ընթացքում կարա ինքը պատրաստ լինի և բացեք, էլի ոչ մի խնդիր չի լինում, երբ էլ որ բացեք, խնդիր չի առաջանալու, կարակ բացեք, նայեք, դրանով չի վնասվելու, ոչ մի բան չի լինելու, ասեմ, որ ես մի պորցիայից դուրս է գալի մոտավորապես 15 հատիկ, նայած թե դուք ինչ ձև եք լցրեք, կարող է լիստը հաստեք արեք, կարող է բարակ եք արեք, բայց միջին ստանդարտը 15 հատ դուրս է գալիս, այնքան է շատ բաղադրիչներ չի, ուղղակի ապարատն էլ իրենց մատչելի է, եթե Վալբերիսն պատվիրեք, ավելի մատչելի կլինի։ Ու այսպես ես շարունակ, ես շարունակում եմ կատարել աշխատանքս, մինչև որ ավարտվի։
Ահա արդեն հասնում եմ մոտավորապես վերջի շերտերի պատրաստմանը։ Ասեմ, որ ձեռքերս բավականին լավ վառվել է, այսպես ասած, տաքանում է էլի ինքը, շատ դժվարությամբ ես էլի կարողանում իրան տակ-տակ փաթաթել, մատերս սենց կարմրել է, բայց դա ինձ չի խանգարում աշխատելուն, արդեն սովորել է իմ մատքերը, ամեն տեսակի բաներին, այնպես որ դա իմ համար խնդիր չի, ինչքան է տաք լինի, կարևորը ի սրտե ես պատրաստում, եթե մի բանը պատրաստում ես ի սրտե մեծ հաճույքով, հավատացեք լինում է, ինձ ձևել որ լինի, հաստատ լավ է ստացվում, էլի, իսկ եթե վայ ինքան որ սենց տրտնջալով չի լինում ոչ մի բան, այնպես որ բոլորդ էլ ձեր յուրաքանչյուր աշխատանքը կատարեք մեծ սիրով, թե տան առօրյա գործերը, թե ինչ-որ բան պատրաստելը, բոլորը արեք մեծ սիրով, դա շատ լավ է օգնում, այսպես վերցնում եմ, շուռ եմ տալիս, ինձ ավելի հարմար դիրք եմ ընտրում, որ ճիշտ փաթաթվի, էլի դուք էլ կարաք վերցնեք ձեզ որ ուղղությունը ավելի լավ է, այդ ուղղությամբ դրեք ու արեք։ Այս արդեն երկրորդ շերտը շատ քիչ եմ ես թողնում, որպեսզի շատ չկարմրի, շատ չվառվի, այ այսպես դնում եմ ու այս արագ-արագորեն իրան փաթաթում եմ, որ տեսքը ֆիքսի, տեսեք, այսպես անում ու շարում եմ, այսպես թողելու եմ շարված վիճակով այնքան ժամանակ, երբ որ սկսի արդեն ինքը զգամ, որ արդեն ինքը լրիվ չորացել է, էլի խրխրթանա։ Եթե իրան ես թաց-թաց վիճակում տանեմ շարեմ իրար վրա դնեմ, ինքը չի սկսում չորանալ, պետք է մնա հատիկ առ հատիկ, իսկ ինձ պետք է որ չոր լինի, որ խրխրթան լինի ու համը լավը լինի։ Այսպես կամաց, ես արդեն վերցրել եմ թաց շոր, որովհետև արդեն շատ է տաքացել ապարատը եւ նես չես կարա էլի իրան այսպես սեղմես, սկսի վառել ավելի շատ, դրա համար ես վերցնում եմ այսպիսի թաց շոր, որպեսզի մատներս այդքան շատ չվառվին։ Հիմա էլի մի փոքր սպասելու եմ եւ արդեն մոտավորապես վերջացնում եմ, մոտեցել եմ արդեն իսկ վերջին, երևի մի հատ զորով երկու հատ էլ դուրս կգա։ Պես շրջում է, մինչև նախապատրաստվեմ, արագ, արդեն ինչքան ապարատը տաքանում է, այնքան արդեն ավելի արագ է սկսում պատրաստել, երկրորդ անգամ որ շերտը շուռ ես տալի, արդեն երկար չես սպասում, որովհետև ապարատը արդեն տաք է և մի անգամից տեսքը արդեն լինում է, տեսեք թե ինչքան սիրուն է, շատ լավն է, համարյա միանման է, սկզբում մի քիչ կարմրել է, հետո արդեն եկել է իր իրական տեսքին, շատ լավն է, ասեմ, որ մի շերեփ եմ ավելացնում, էլի դուք տեսնում եք, մի այսպիսի շերեփը լրիվ բավական է։ Դուք այսպես որ կզում նայում եք, արդեն իսկ տեսնում եք, թե խմորը ինձ ձև է գալի առաջ, եւ որ տեսնում եք արդեն հասել է, եւ վсё։ Էլ այս դեմի հատվածը չենք սխմում, կողքերից ենք սենց անում, որպեսզի կողքերն է տարածվի։ Ու սպասում ենք ընդամենը մի 2 րոպե ու սկսում ենք էլի կատարել նույն աշխատանքը։ Ու ասեմ, որ հոգնեցուցիչ աշխատանք է, չի հետաքրքիր է ինքը, ամեն անգամ սենց անում ես, տենաս շերտը լավ է դուրս գալի, ինչ ձև է դուրս գալի, ոնց է փաթաթվում, ինչպես է ստացվել, շատ հետաքրքիր աշխատանք է, ես շատ եմ սիրում պատրաստել վաֆլի։ Դուք կարող եք վաֆլին այսպես, նայեք, ես այսպես եմ անում, ինքը ունի իր հետ հատուկ առանձին նասատկա ունի, այս ապարատը իր հետ, մառոժնու ինքը տեսք է ստանում, վաֆլի և մառոժնու հետը ունի, տաք վիճակով հանելու եք, փաթաթելու եք այդ սարքին ու դնեք, մի 5 րոպե հետո որ հանում եք, լինում է լցնովի մառոժնիի վաֆլի հման, կարող եք նրա մեջ լցնել մուսով անել, էդ էլ է շատ լավ լինում, մուսային ինչ-որ տորթանման բան սարքեք, կարող եք սլիվկա խփել ու լցնել այդ մառոժնու ամանի մեջ, շատ լավ է ստացվում, վրան մի քանի հատ միրգ դնեք, ես տարբեր ձևի փորձել եմ, չգիտեմ,
Բոլորն էլ լավն է եղել, կարող եք այդպես անել շարունակել։ Ոնց որ վերջացրեցինք, արդեն իսկ վերջը շերտը մի քիչ շատ եմ լցրել, որովհետև այդքան էր արդեն, որ այլ ափսոս եկա, անջատում եմ հոսանքից, չենք փակում, թողնում ենք ապարատը հովանա իրան բաց վիճակում ու այնքան ժամանակ չենք փակում, երբ որ նկատում ենք, որ ապարատը արդեն լիովին սառել է, պետք չի իրան տակ փակել, եթե տակ բերենք իրա վրա փակենք, ապա կսկսի իրա բոլոր սպիրալները կպնել մեկը մյուսին, դրա համար թողնում ենք հովանա, համետ ենք թողնում հովանա, համել պատրաստի ձողիկներն ենք թողում, որ չորանա, սեղանին այսպես դնում ենք, թողնում ենք, որ ինքը չորանա, հետո նոր սկսենք հավաքել, տակ վիճակում չհավաքել, ահա և վերջ, պատրաստեցի, սառավ, ձևավորեցի, հավաքեցի միասիրուն բուրգ, այսպես եմ սիրում հավաքել վաֆլի ձողիկները և տեսեք, թե ինչ հիանալի տեսք ունի, խրխրթան, շատ համով ու երբեք խտասած կաթը մեջից դուրս չի գալի, ինչքան էլ տաք վիճակում լցնենք ու փաթաթենք, երբեք ու ասեմ, որ շատ ուշ է հնանում, երբ ինչքան ժամանակ էլ պատրաստեք թողեք, մեկը ուտվում է ու շատ համով է լինում, հույսով եմ, որ այսօր էլ ինչ-որ մի օգտակար բան ասեցի ձեր համար, որ անեք և փորձեք ի սրտե, մեծ սիրով եմ ես անում ամեն ինչը, շատ մարդիկ կան, որ ասում են հնարավոր չի, որ գաղտնիքը դուք լրիվ պահբանը, գաղտնիքը չպահեք ձեր համար էլ, ինչ-որ մի բան կթաքցնեք, բայց ոչ սիրելիներս, հավատացեք, որ ես ինչ կա այն էլ ասում եմ, ամենայն անկեղծությամբ, փորձեք, եթե դուք անեք ու տենալ չի ստացում, կմտածեք, որ այո, կարող է ինչ-որ մեջը մի բան գցած չլինի, բայց հավատացեք, ձեր մոտ ամեն բան լավ է ստացվելու։ Հույսով եմ կփորձեք և կգրեք մեկնաբանություններում, թե ինչ ձև եք ստացել։ Ձեր հետ գոհարներ, հարգանքներս բոլորիդ, բարի գիշեր։